Ամենախիստ մեղադրանքները հնչեցին ձեզ ուղղված։ Դուք ինչպես եք պատրաստում արձագանքել։ Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք այլ առիթներով եմ ասել, կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Աստված օրհնի ձեզ, Տերն ընձեզ։ Մնացեք խաղաղությամբ։ Ինչպես է լուծվելու հնարավոր։ Հեղափար մյուս սրբազանները ևս կարգալույծ են արվելու։ Իսկ ինչի։ Նայեք բանակի այսօր Արցախը եպիսկոպոսները ազատվեն լրագրողներին։ Շատ կաշկանդված են։ Առասայթեն մաքսիմում չէին խոսում, հիմա ավելի կաշկանդված են։ Խնդրում ենք ձեզ։ Նախարարությունը ունի մի շարք հարցեր, որոնց պատասխաններ ունենք ստանալ մյուս եպիսկոպոսներին և թևակալներին։ Եթե ձեզ հանդարով այս մասին ավելի ազատարեն խոսեն լրագրողներին։ Հեղափար Արցախի մասին ինչ կարծեք։